Քաղաքացիական պաշտպանությունը մեր պետության դիմակայունության ապահովման կարևոր ուղղություններից է։ Համակարգի շարունակական զարգացման համատեքստում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ։ Քաղաքապաշտպանության համաշխարհային օրվա շրջանակում հանրապետության 159 կրթական հաստատություններում անցկացվել են բաց դասեր եւ ուսումնավարժություններ։ Թեմատիկ վարժանքների եւ սեմինար պարամունքների միջոցով փոխանցում ենք մեր փորձն ու գիտելիքները ուսումնական հաստատություններում, օդային տագնապի վերաբերյալ վարվելակերպի կանոնների պահպանման, բացսպարման, տարահանման տարբեր միջոցառումներ անցկացվում։ Միջոցառումները նպաստելու են արտակարգ իրավիճակներում ռազմական դրության, ինչպես նաև դրանց նախորդող ժամանակահատվածում հասարակության դիմակայունության բարձրացմանը։ Քաղաքացիական պաշտպանությունը միջոցառումների համակարգ է ուղղված բնակչության եւ նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը։ Մենք պետք է նախապատրաստական փուլում, այսինքն խաղաղ ժամանակ միշտ պետք է պատրաստ լինենք։ Քաղաքացիական պաշտպանությունը միտված է հասարակության կարողությունների զարգացմանը, ինչը նվազեցնում է ռիսկերը եւ ապահովում բնակչության անվտանգությունը։ Այդ համատեքստում որպես արդյունավետ միջոցներ առանձնահատուկ նշանակություն ունեն պատասպարումն ու տարհանումը, որոնք ուղղված են մարդկանց կյանքի պահպանմանն ու հնարավոր կորուստների կանխմանը։ Քաղաքացիները պետք է հստակ տարանջատեն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությունը եւ քաղաքացիական պաշտպանությունը։ Մենք արտակարգ իրավիճակներում դուրս են գալիս անվտանգ վայր, իսկ օդային տագնապի դեպքում մենք պետք է իջնենք մեր պաշտպանական կառույցները պատսպարվելու։ Յուրի Գրեյանի խոսքով պաշտպանական կառույցներն ապահովում են բնակչության անվտանգությունը վտանգավոր գործոններից, պայթյունային ալիքներ, բեկորային վնասումներ, ճառագայթային ազդեցություն, թունավոր նյութեր եւ այլ վնասաբեր երևույթներ։ Բոլոր ստորգետնյա հատվածները, թունելները, մետրոպոլիտենը, խորշերը, հանկախորշերը, նկուղները հանդիսանում են պատսպարման վայր։ Պետք է մեր նկուղային հատվածները միշտ մաքուր պահենք։ Նախապես իմանանք մեր գծագրված վայրը որտեղ է, մենք որտեղ ենք պատսպարվելու։ Քաղաքացիական պաշտպանության ամուր համակարգի ապահովման, հանրային անվտանգության մշակույթի ձևավորման գործում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր գիտակցված ներդրումը։